Ուրը դողնգելը ջան է, ինչ է կատարվում, լվի վարգյան։ Փու լեզուս կապնգավ։ Քանի Էլ շուտ է կապն գնելու։ Արա չէ ախպեր, ես վաղ ավելի հեշտ են գնում։ Շատ վատ է թո։ Ողջույն բոլորին, դուք գտնվում եք Դիագնոստիկայում YouTube-յան ալիքում, ձեր հետ էլի ես եմ Աշոտը։ Այս վիդեոին սաղատ երկար եք սպասեք, գիտեմ, որովհետև վերջապես պետք է ասեմ, թե որն է իմ նոր մեքենան, ինձ թվում է արդեն պարզ է։ Ես առել եմ նորից G30, բայց խի եմ ծախել իմ հինը ու խի եմ առել S1-ը, այս վիդեոյի ընթացքում կպատմեմ, վիդեոյում այսօր հյուրերել ենք ունենալու հայտնի յութուբերներ, ովքեր իրանց ռեակցիաներով ցույց կտան, թե ինչքան արագ է այս ավտոն ստացվել մեր մոտ, հենց որ պարտադիր բաժանորդագրվեք, լայքերը դրեք ու անցնենք առաջ, տենանք թե ով է այսօր մեր վիդեոյում մեզ հյուր եկել ու ինչ էմոցիաներ են ստանում տղեկը իմ կողքը նստած, երբ որ մենք չափում ենք, զամերներ ենք անում այս ավտոյով ու ընդհանրապես ինչ կարծիք ունեն իրանք այս իմ ավտոյի հետ կապված։ Ինձ թվում է իրանց դեպքից պարզ կլինի, հենց որ գնացինք առաջ։ Առաջին հյուրը, ում կանչել եմ, Vizov TV Արսենն է։ Մի ժամանակ Արսենը ինձ հյուր էր կանչել իր ալիք, վիդեոյում մասնակցելու, ասեմ լավ վախեցրել էր, որովհետև այնտեղ մի հատ օծի հետ կապված նյուանս կար։ Ոյ, ո՞րս արև օծին արա։ Բայց ասի որ օծը ախմեկի Արստելը Ես շատ հիշաչար եմ, դրա համար էլ կանչեցի Արսենին, որ նստացնեմ իմ կողքը ու փորձեմ իրան վախացնեմ։ Տեսեք ինչ ռեակցիա տալիս Արսենը։ Մեռնի չէ ախպեր։ Ռեմենքից բայց։ Ռեմեն գցեմ։ Հա, պարտադիր։ Սպասի։ Ռեմեն ոնց կարաս չգցես։ Օրեսից ցուրտ ախպեր, լավ։ Չտաքսար ախպեր։ Ախպերս, ես այսօր ոնց որ սենց պատկերացնում էի դե ավտոյից վրա ջոգիր 0-ից 3 վայրկյան բացեց 45 Լուրջ ես ասում։ Դե չէ սխմե թե չէ իմ ավտոն 0-ից 3 վայրկյան 2 օր է կբացի Չեմ քշում հələ որ հələ մի քշա կատեք քշենք էլի 100% հələ մի քշա ջան այդ կենտրոնանք էս ավտոյի բանին գնալուն Ոսա հարմար ախպեր տեղս Ուզում եմ կայինեմ տեղից փոկվեմ, էլի, ապա որ 4 քաշողի կայֆը զգանք։ Այս հիմա 4-ը քաշում։ Հա։ Նիվա է, էլի։ 100% ֆիրմա։ Ապա ես կսենց ասեմ, տես ոչ մեկի կողը չեմ նստել, որ տես քշի ջոգեր։ Ուրը դողնգելը ջան է, ինչ է կատարվում, լվի վարգյան։ Կենտրոնացանք, լավ ձեներ է հանում կարևորը։ Պատրաստ ես։ Բասի։ Դավայ։ Ոյ ուրը սարև։ Բացել ես ընգեր։ Ցերի քլի Ապելը պիտե, տասը չեք շենգեր։ Ուրը սարև, ապե կամերան իչավ մի վարկյան։ Ոյ։ Քշի։ Ուրը կնդրման է, էլանդրաս կարանք սենց սարքենք։ Դուբայը փագել ենք որ քշենք։ Իսկ կարանք էլանդրաս սենց սարքենք։ Շատ վատ այթում։ Հաճ զգացվեց որ շատ վատ այթում։ Ահա որ։ Ոտերից դրաժենուց զգացում է որ շատ վատ այթում։ Վայ հորը սարև։ Լավնես։ 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 Ոյ։ Իսկ ես տորմոզների վրա վստահել ենք, չէ։ Հա, Աստված վստահել ենք։ Օրը լավն է ախպեր։ Տեղական է։ Հիմա դու ես լավը, թե ավտոնա լավը, դու էդ ինձ ասա։ Ավտոնա լավը։ Ոյ օրը սարը, ոտերս դրաժին ինգավ։ Օրը ես զբոն չի զգացել։ Օրը մի քիչ լավացավ։ Հիմա լավ է։ Մի քիչ։ Սպիրտն էլ էսա կադապտացվի։ Հա սպիրտն էլ թող գնա, սպիրտն էլ թող գնա։ Հիմա սպիրտով ենք։ Ոյ։ Արա դե բևետ մաշին էլ արա։ Բայց Աշուշյանին ոնց է իրոք։ Ախպերս գիտես ոնց սիրտս պոկելուց։ Չէ, նայ, սիրտը որ գցում է բանի, սիձելնիկի, դե հարց չկա։ Այն որ խոսքերդ մոռանում ես, դե հարց չկա։ Գիտես, չէ, հիմի որ էթում ենք 3 ու 7, ես այս առանց այսքան բան անելու էթում էի 3 ու 4 դաժե։ Ու հիմի լիքը բան արել եմ։ Հիմա ուզում եմ հասկանամ այդ 0.3-ը տեն շատ է զգացվում որ դե ահա որ ապա։
Բայց ինչո՞վ ես 3.7-ը քո համար վախենալու է 3.7-ը խոսքի, բայց մեր համար 3.7-ը արդեն սովորական է։ Բայց խոսքի 0.3 հասցրա հաշվես։ Բա հենց այդ է կայֆը, բայց դու արագացման մեջ զգում ես։ Որոշի ոնց է սկում ախպեր։ Վայ։ Ապա կամ սրտից եմ դողում, կամ էլ լավ կայֆ եմ բռնել։ Մի քիչ ադրենալինը թելած լինի։ Օրը Բեկաբի! Այ! Այս ռենջը կպրում ապը կրի, հատ ռենջը ինչ ռենջա։ Օրը սարև։ Ապա էդ Արա երթվում եմ սպիդոմետրը կիլոմետրով չի գրում ապե։ Արա օրը սարև ես ասում եմ խիա 140 բայց խոսքին թռնում ենք։ Ապետի մայլով ա գրում։ Իսկ կան սենց այս կիլոմետրով նոր 280 է international։ Պրոստը բիզնես դաս է, չես զգում մեջը։ Արա բրատ լուրջ։ Հա, բա։ Ես Հենց մի 170 հանգիստեցում ենք։ Արա ես օրը սարև գիտեինի կիլոմետր ա գրում ընկեր։ Վերևինս դե փուճուրը կիլոմետր։ Արա ո՞նց չէի բռնել ես արա էտի։ Արա ես զարմանում եմ, ասում եմ, արա явно թռնում ենք, բայց 100 անդը գրած։ Այդ ո՞նց է 100 գրած։ Հիմա ենք տորմուզով 100 էթում, մորա սարը 100 կիլոմետր է։ Ես հիմա լոմկա եմ, որ իմ ավտոն լավ չի էթում, բայց իրականում այս 0-100-ը 3.7 վայրկյանը լիքը մարդու համար վախենալու թիվ է։ Ախպերս ուզում ես մի հատ նստենք Էլանդրան ջոգես, որը լավ չի էթում խոսքը, որը չի գնում։ Արա ես գիտեի Էլանդրան խոսքը, որը մխած ունի ջոգեն։ Դաժե ասում է աշինասը մի հատ գոնկը կպրենք։ Կպրենք Ամայևին կանչս Էլանդրայի հետ քշելու, չէ։ Որը լավ վրա։ Հիմա Էլանդրան աշկիցս ընկավ ջոգում ես, էտա վատը։ Ծախ ենք հոպար, ծախ ենք BMW առնենք։ Նայ ես որ քշում էի ժուկ, հետո քշեց Էլանդրա ախպեր, ասի Էլանդրայից ուժեղ ավտո չկա։ Հիմա գցիր ես ավտոյի մեջ, հիմա հորսավ ես ինչ սորտով գնամ Էլանդրա քշեմ ապը։ Ծախում ենք, всё, վաղս թորի կանեմ ախպերս։ Վաճառվում է հայտի մարդու Էլանդրա։ Ահա 15 տիպա։ Լավ բացա, կոշ սալոն։ Գրեք Նիկոսկով։ Գրեք։ Էսանից ինչքանով կավառնեմ ախպեր։ Ճարենք հարմար։ Ճարենք։ Կա փոխարնակես ախպեր։ Բարեմբար։ Միշտ երազել եմ ապա։ Սա գազան պավող, Շատ ուժեղ առաջարկես ամ որը։ Ապա ծախ չի անում, вообще, գեր։ Մաքսիմում տենց 3 ամիսում եք մի հատ յուղ փոխես։ Այնը եթե այդքան քշես, էլի։ Ես հələ որ յուղ չեմ փոխել։ Վայ հորը սարը։ Էտո վա տակից խոսում տեքստ ասում բան։ Դե այս հերախոսի մեջի չափողն է, էլի։ Հա։ Պետացա որ չափի։ Ասա այդենք բարել եմ ոցել եմ բացում։ Ախպեր ես Էլանդրով էստի չէի մտել, սուր մտար։ Այս մեր տայինի ճամփեքն է, էլի։ Գնաց։ Հորը սարը գնաց։ Այ մտնում եմ արագություն ուզգում եմ հիմա։ Օրեշ վատ բան է որ արագությունը աչքի դեմը տենում ես։ Ես չեմ։ Ոյ, այ։ Հասանք տեղ։ Հասանք ախպերս աչի վրա են Էլանդրա որ կա սև գույնի քարյոտ։ Այն որ ծախում ենք։ Այն որ ծախում ենք այդ Էլանդրայի մոտ բայ։ Վայ արա հորը սարը ոտերս դրաժեն տակա։ Գրիկ։ Արսենի էմոցիաները իրոք լավն էին ու ինձ թվում է փոխանցվեցին ձեզ։ Ձեր համար էլ ինձ թվում է այդ էմոցիաներից արդեն པարզ կլինի թե ինչ կարգի արագ ավտո է ստացվել։ Հաջորդ հյուրը Կևեյան Սարգիսն է, YouTube-ում հայտնի ավտոյի վրա տուն սարքող տղեն։ Հենց որ իր էմոցիաներն էլ տենանք, ինքը էքստրեմի սիրահար է, դրա համար է իրեն կանչել։ Շատ հետաքրքիր է թե ինքը ինչ էմոցիաներ կտա, գնանք նայենք։ Փու լեզուս կապ ընկավ։ Քանի Հələ շուտ է կապ ընկնելու։ Արա չէ ախպեր, ես վաղ ավելի հեշտ անգնում։ Գնացինք։ Հետաքրքիր է 0-ից 100 3.5 վայրկյանում, տնենք ոնց է ստացվում։ Մի 3-ով ենք մեջը, ավելի ծանր ենք։ Բայց պրինցիպի կարա բան անի, զացիպը ավելի լավ է, հա։ Չէ, զացիպը 4 քաշող է, դի պրոբլեմ չի, բայց 4, ես չգիտես 4-ը։ Ամենակայֆն է նա որ մեթանոլը անջատեցի, որովհետև մտածում եմ կարող է շատ է զալիվա տանում, դրա համար լավ չի։ Հա, կարող լինի։ Դզեց, լավ է։ Այս հերիք լինի ասա։ Օպենզի լավ է։ Արա ես հետև ավելի վատ։ Նույն ձև է այդում ապա կարելի։ Ինչքան։ Լավ էր, հետաքրքիր է 3-ու։ Ինչքան 3-8։ 3.9։ 9։ Գնաց երկրորդը։
Просто հələ настройки փուլում է։ Բայց ոնց է Աշուշենին Ապա կայֆ է, էքստրեմի սիրահար։ Եթե ազատ անկման հետ համատեմ, բեսամբ այդ բանը տալիս է, էլի։ Կա, այդ սկզբից ենք տենց այդ զգացողությունը տալիս է, որ ձգում է։ Դաժ ուղեղը լղում է։ Գետնի վրա մի տեսակ Աշուշենին ուրիշ է։ Թե դեմը։ Ուզում ես տեղերով փոխվենք ընկեր։ Արի ինգերս, արի փոխվենք լուրջ։ Կել։ Այս գետնի վրա հետաքրքիր է։ Կանոթում։ Պրինցիպի սենց ասեմ, այս թիվը լիքը մարդու համար ոչ շատ վախենալու է, պրոստը որ մենք գիտենք, որ էսի ավելի արագ է այդուն։ Հա։ Համի այն F30-ը մեծ տուրբով է, задний привод, 3.9 ուզենանք չենք կարա քշենք, չի լում։ Այս կապուտը։ Թե այն մյուսը չէ։ Հա։ Անդե կայնած էր էլի նույնի տապով։ Հա, հա։ Բայց այդ ավտոն 100-200-ը գնում է 6 վայրկյան, 5.5 վայրկյան ջոգիր, 100-200-ը, իսկ մենք գնում ենք 9 վայրկյան։ Իսկ հիմա ասեմ թե խեմ վաճառել իմ G30-ը ու խեմ առել նորից G30։ Իրականում պատճառը շատ պարզ էր, որովհետև նախորդ իմ G30-ը լեգենդար 540-ը, որը իրոք հետև քաշողով շատ արագ ավտո էր ստացվել, արդեն իր պիկին էր հասցրած, այսինքն հնարավոր չէր կամ եթե դաժե հնարավոր էր շատ փող պետքա ծախսեինք, որ ավելի արագ գնայինք, ու պրիտոմ ոնց որ ռեալիզացնել այդ հզորությունը հետև քաշող ավտոյի վրա շատ բարդ էր։ Հենց որ որոշում կայացրեցինք, ուղղակի վաճառենք ու առնենք 4 քաշող նորից G30, որտեղ այս պլատֆորմը ինձ շատ է դուր եկել, ինքը համ շատ հաջողված մեքենա է, համ շատ հաջողված կուզով ու ընդհանրապես իրան ամեն բնագավառում ավելի հաճելի է քշելը, քան ցանկացած ուրիշ BMW, կարայի երկրորդ սերիա առնեի կամ երրորդ առնեի, թեթև լներ, ավելի արագ եթար, բայց ավելավա մի քիչ ծանր լինի ինձ հարմար, ինձ հաճելի ավտո լինի, քան ուղղակի մենակ արագության համար մտածենք։ Այս մեքենան նախորդ ավտոից ավելի արագ է ստացվել 1/4-ի մեջ, դաժե stage 2 կոնֆիգով։ Ապա կարող է կարակեմ։ Երկու բառով ասեմ, թե ինչ ենք արել այս ավտոյի վրա։ Այս ավտոն ի սկզբանե սաղը տեսել եք, եղել է շատ հասարակ սպորտլայն շթերով, փոխել ենք շթերը M5-ի, տենց չինական շթեր ենք դրել, զուտ սիրուն լինելու համար, սենց ասած, արդարության համար, ոնց կա տենց ասում եմ։ Հետևի ստոպերը օրիգինալ եմ դրել այս անգամ, անցած մեքենայիս վրա չինական էր, այդքան է սրտովս չէր, այս անգամ օրիգինալ եմ առե, դրել ենք, աշխատացրել ենք, սաղ օքեյ է, դիմացի ֆարերը տարբերվող ենք սարքել, ռույլ ենք փոխել, մի խոսքով շատ դարաբոդկա ենք արել, որտեղ ինքը կոմպլեկտացիայով զիջում էր նախորդ ավտոյից, նախորդ ավտոս այն պակետներ շատ հագեցած էր, այս ավտոն մի քիչ ավելի պակաս կոմպլեկտացիայով ասենց ասեմ, բայց փորձում ենք իրան լրացնենք, ավելի հարմարավետ սարքենք ու ամենակարևորը լուրջ դարաբոդկեք անենք, որ ավելի արագ եթա։ Իսկ որն է լուրջ դարաբոդկեքը, ինձ թվում է ով հետևում է մեզ Instagram-յան մեր էջերում կամ Telegram-յան ալիքում, վստահաբար արդեն տեղյակ են, որ այս ավտոյի համար առել եմ Կովնի Porsche-ներ, առել եմ շատ մեծ տուրբո, առել եմ բարձր ճնշման բենզանասոց Dodge ֆիրմայի, որը որ իրոք շատ լուրջ upgrade է, ասենց ասած, մոտավորապես մի $2000 արժի այդ TNVD-ն, որ պարզ լինի, առել եմ մեթանոլի կիտ, մի խոսքով շատ բան եմ առել, դե չեմ ասում մանր-մուներ փայփեր, ասեմ թե ով ինչ է արել իմ մեքենայի վրա, նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել այդ տղեկին, իմ ընկերներին, իմ ծանոթներին, ովքեր որ իրոք իրանց լուման ունեն այս ավտոյի սարքելու մեջ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Արսենին, Av Raptors Armenia էջը, ով Telegram-ին հետևում է, իր էջը գցել է, նախ այս մեր շատ սիրուն լոգոն աստե կպցրել, հետո այստեղ Shadowline չէր այս ավտոն, սա Shadowline արե ու այնքան որակով արե, որ անկեղծ եմ ասում, որ sense նայում եմ, չեմ հասկանում, որ պլյոնկա է, թե չէ, ինձ թվում է օրիգինալ Shadowline է։ Հաջորդ գործը, որ այս ավտոյի վրա լուրջ արվել է, այդ արտանետման համակարգն է, sense ասած գլուշիցելները, նասատկեքով ամբողջ տրասը ձևափոխվել է, sense ասած, ու բնականաբար արվել է exhaust Երևանում, Արամի մոտ։ Շատ մերսի, թույն գործ են արել տղեկը։ Հաջորդ լուրջ բանը, որը որ այս պահին կարող է չնկատեք, որը արվել է այս ավտոյի վրա, այդ ընդհանուր սաղ ավտոյի խնամքն է, թե սալոնի, թե արտաքինի, թե ժեշտի, թե խորը դիթեյլինգը արվել, ընդհանուր սաղ մեքենան polish արվել, բնականաբար level դիթեյլինգում Նարեկի մոտ ու
Այս պահին պրոստը շատ ժամանակ անց է, ավտոն կեղտոտա, հուսով եմ հեսա ընթացքում կլվանք, եղանակները թույլ կտան, սիրուն կադրեր կնկարենք, կակրած բանտաժներն էլ կհասնի, ես հլը չեմ տեսել, բայց դուք այս վիդեոյի մեջ ինձ թվում է կտենաք այս ավտոն արդեն նոր բանտաժներով, որովհետև մենք դրսից առել ենք թույն կովնի բանտաժներ, որոնք ճանապարհին են, այս 2 օրը կհասնեն, չմոռանաք իհարկե կոմենտներում գրեք բանտաժները լավն է, սազում է, չի սազում, ու ընդհանրապես ինչն է այս ավտոյի վրա, որ կարելի է փոփոխել, ել ավելի ագրեսիվ կամ ել ավելի սիրուն սարքենք, որ ավելի լավը դառնա։ Ել ավելի մեծ բաներ ենք պլանավորել, բայց հիմա չեմ ուզում որ ասում աստծուց առաջ ընկնենք, այդ ամեն ինչը տեղադրենք այս ավտոյի վրա, stage 3 config-ով մի հատ լուրջ թիվ ցույց տանք ու կամաց պատրաստվենք գարնան drag racing-ի առաջնություններին, որը իդեպ նախնական տվյալներով Վրաստանում մայիսի 4-ին է, իսկ մենք պարտադիր պլանավորում ենք գնանք ու քշենք այնտեղ։ Հենց որ պարտադիր այդ ամեն ինչը բաց չթողելու համար բաժանորդագրվեք մեր YouTube-ի էջին, տղեկին էլ պարտադիր իրենց YouTube-ի էջերն էլ կթողեմ Ապիսանյայում, թե Սարգիսի, թե Արսենի, երկուսին էլ շնորհակալ եմ, որ եկան, նստեցին իմ կողքը, վստահեցին ինձ, էմոցիաները ապրեցին, էմոցիաները վստահ եմ ձեզ էլ փոխանցվեցին իրանց, տղեկին մերսի, կհանդիպենք հաջորդ վիդեոների ընթացքում։